Գրեթե մեկ ամիս առաջ դերասաններ Թամարա Գևորգյանը և Արսեն Լևոնյանը իրենց սոցիալական էջերում համատեղ լուսանկար հրապարակեցին, այդպիսով հայտնելով, որ միասին են։ Երկրպագուներն ու հարազատները շտապեցին մեկնաբանություններում զույգին երջանկություն մաղթել, սակայն ինչպես երևում է, այս ամենը երկար չի տևել։ Զույգը սոցիալական էջերից արդեն հեռացրել է համատեղ լուսանկարը, իսկ այսօր Թամարան նոր լուսանկար է հրապարակել և գրել հետևյալը. «Հասկանում ես, որ մեծացել ես այն ժամանակ, երբ արդեն էական չեն խնդիրներն ու ապրումները, երբ առավոտյան արթնանում ես ու քեզ հանում ես անկողնուց, ստիպելով մաքսիմալ լավ ապրել այս կյանքը։ Ես հասկանում եմ, որ տարիներ առաջ գուցե դեպրեսիան ինձ կուլ տար, իսկ հիմա ուղղակի ապրում եմ և վերջ», սոցիալական հարթակներում գրել էր դերասանուհին։ Այժմ աստղային այլ նորություններ։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր սոցիալական էջերում խոսել է հույզերի ունեցած ապրումների, ինչպես նաև օրվա պլանների մասին։ Star News-ն առանձնացրել է դերասանուհու հրապարակումը և ձեզ ներկայացնում է առանց մեկնաբանության։ Լույս, դուք գիտեք, որ ես այստեղ պատրաստվելու ընթացքում շատ հաճախ եմ կիսվում իմ էմոցիաներով ու տարբեր թեմաներ եմ ձեզ հետ քննարկում, բայց դուք չեք էլ պատկերացնում, թե ես դրանք ոնց եմ ընտրում։ Ուրեմն օրական դե պատկերացնում եք 5000-ը իդեա գալիս, գնում եւ այլն, բայց այն թեմաները, որոնք որ կարծում եմ ձեզ հետաքրքրում է, ասենց ֆիքսվում է մոտս ու ես երկար մտածում եմ, արժե իմ էմոցիաներով կիսվել այս թեմայի շուրջ, թե չարժե, արդյոք դա ձեզ հետաքրքրում է եւ այլն, ու որ թեմայի հետ կապված այնց երկար մտածում եմ, տեղադրում եմ, դա դուք ամենից շատն եք սիրում։ Բայց մի հատ գաղտնիք էլ բացեմ, որ ես շատ հոլովակներ ունեմ հեռախոսիս մեջ նկարած, որոնք չեմ տեղադրել երբեք ու դրանք ուղղակի իմ անձնական արխիվի համար են։ Ամեն մարդ իր էմոցիան իր ներսից տարբեր կերպ անում, օրինակ նկարիչը նկարում է, երգիչը ստեղծագործում, կոմպոզիտորը ստեղծագործում է, ես էլ նկարում եմ, պահում եմ հեռախոսիս մեջ։ Նորից բարի լույս։ Մենք սկսել ենք մեր օրը։ Ես եթերի եմ, Նարեն գնում է Պարտես։ Այո։ Ոնց որ այսօր բավականին շոքոր է սպասվում, ասում են այսօր անձրև չի գալու, այնպես որ փորձենք վայելել նաև այս լավ շոք եղանակը։ Չայնար։ Այսօր ես նաև նկարահանման եմ ու առավոտյան ուղիղ եթերից հետո գնալու եմ մի քանի հանդիպման, հետո նկարահանման։ Նենց որ հագեցած օր է սպասվում։ Գնում եմ նկարահանման ու այսօր մի շարք հանգամանքներից ելնելով մենակ չեմ։ Նարին ստիպված եմ տանել հետս։ Նար դու այնտեղում ես տեսնելու։ Բալային մեզ։ Էլում։ Եթե ինչ Նարեն լիարժեք տիրապետում է եւ տեղյակ է մեր սերիալի բոլոր նյուանսներից ու գնում այսօր Բելայինում Էլսին տեսնելու։ Նարելում կուզես տեսնել այսօր։ Հա? Չգիտես։ Մաման քաշնվայ։ Շնորհակալ եմ, Նար, ապրես։ Ապրես սիրունս, ինչ սիրուն նկար է։ Ամեն օր ես այս նվերներ եմ ստանում, եթե Դերասան ամուսիններ Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը ձեռք են բերել իրենց բնակարանը։ Հրապարակված հոլովակին կից Ռուզաննան գրել էր. «Ես չեմ հավատում, որ վերջապես մենք ունենք մեր երազանքների բնակարանը։ Մենք շատ երկար տարիներ երազել ենք։ Ամեն ծննդյան օր, մոմերը փչելիս մենք այս երազանքն էինք պահում։ Ամանորին կուրանտների զանգերի ներքո այս երազանքն էինք պահում։ Եկեղեցում Աստծուն խնդրում էինք մեզ հնարավորություն տալ երազանքն իրականացնելու համար։ Ճանապարհը պարզերից չէր, մեր առջև շատ դռներ էին փակվում, բայց մենք անցանք դրա միջով, առանց հանձնվելու եւ հավատալով, որ մի օր կունենանք մեր սեփական 3 սենյականոց բնակարանը եւ այսօր մեր ձեռքերում արդեն պահում ենք մեր առաջին բնակարանի բանալիները։ Սա այնպիսի երջանկություն է, երբ հաղթել ես ինքդ քեզ, կարող եք շնորհավորել», սոցիալական հարթակներում գրել էր Ռուզաննան։ Դերասանուհին նաև հայտնել է, որ գնացել է հանգստի, նա խոսել է հյուրանոցի, ինչպես նաև հայաստանյան հանգստի մասին։ Որ մենք արդեն նախաճաշել ենք, մի գիշեր անցկացրել ենք, այսօր էլի այստեղ ենք մնալու, մի քանի ընդհանուր կետով ուզում եմ անդրադառնալ հյուրանոցին ու ընդգծել ինձ համար ամենակարևոր կետերը։
Ուրեմն ամենակարևորը ինձ թվում է յուրաքանչյուր ծնողների համար, մամայի համար հատկապես դայակի առկայությունն է, այստեղ դայակի ծառայությունը գործում է անվճար մինչև ժամը 7-ից հետո վճարովի է, բայց գործում է խաղասրահի տարածքում շատ հարմար է, անկեղծ Վիկտորյան ժամերով մնում է այնտեղ խաղում է ու երբ որ ինչ-որ բանի կարիք ունենում, իրենք պարզապես զանգահարում են։ Նախաճաշից եմ ուզում նաև խոսել ու ասել, որ շատ կարևոր բան է ինձ համար մինչև վերջին րոպեներին ավելացնում էին, որովհետև հյուրերը շատ են հյուրանոցում ու լինում են հյուրեր, ովքեր ուշ են արթնանում կամ ավելի շուտ, բոլորի համար ուտելիքը հերիքում է։ Ես նման խնդրի բախվել եմ մեկ այլ հյուրանոցում հայաստանյան հանգստի ժամանակ, որ մենք ուշ ենք արթնացել ու սոված ենք մնացել։ Սոված մնացողները մենք ենք էլի, որովհետև մենք ուշ ենք արթնացել, բայց այստեղ նման խնդրի մենք չբախվեցինք, ուրեմն նախաճաշը բազմազան է, քանի որ հյուրերը շատ էին, չնկարեցի, բայց պաների տեսականի, մսեղենի տեսականի, վաֆլի, փանքեյք, ձու, տապակած նրբերշիկ, էլ ինչ կար, մուրաբաններ, կրուասաններ, բիսկվիտներ, խլոպյակատ, էլ ինչ կար, մի րոպե ուզում եմ հիշել, բանջարեղեն դե բնականաբար, տվորոկ թթվասեր, հյութեր, թարմ, թեյ, սուրճ, ջուր, այս ամենը անսահմանափակ կարող եք ուտել այնքան, սկոլկը վլեզիտ, ինչպես ասվում է։ Ու իսկապես շատ համեղ խոհանոց է, դե ընթրիքը նկարել եմ, ցույց եմ տվել։ Այսօր եւս ընթրիքը կնկարեմ, տեսնենք որևէ փոփոխություն կա մենյուում, թե ոչ, բայց շատ համեղ է։ Հաջորդը ուզում եմ անդրադառնալ մաքրությանը, որը ոչ պակաս կարևոր է ինձ համար, իսկապես բարձրակարգ սերվիզ է, կարելի է համեմատել, չգիտեմ, դրսում լավագույն հյուրանոցների հետ, շատ մաքուր են թե համարները, թե առհասարակ հյուրանոցի տարածքը դրսում, ամեն շատ խնամված, շատ գեղեցիկ ու մշակված, զգացում է, որ մարդիկ ջանք ու եռանց չեն խնայում, որ տարածքը նաև մաքուր եւ գեղեցիկ լինի։ Այդպես ուզում եմ նաև նշել սպասարկման մասին, որը ես սպասարկման մարդ եմ, ես միշտ ասել եմ, կարող է ինչ-որ սենյակը թերի լինի ինչ-որ առումով, բայց սպասարկումը բարձրակարգ լինի, բարեհամբույր սպասարկեն եւ ինձ սրտաբաց դիմավորեն, ես դրանից ուրախանամ եւ շոյվեմ։ Այստեղ այդ ամեն ինչի կոմբոն է, շատ լավ սպասարկում է, ընդ որում ուրախացա, որ այլազգի ներկայացուցիչներ կային, ովքեր որ աշխատում էին խոհանոցում եւ իրենք խոսում էին հայերեն։ Ու մենք երեք ուղղակի ապշած էին, իրանք մեզանից լավ էին հայերեն խոսում, իրենք շատ բարձրակարգ սպասարկում ցուցաբերեցին ու նաև ուզում եմ շնորհակալություն ասել հյուրանոցին, որ աշխատատեղեր են տալիս նաև այլազգի ներկայացուցիչների համար, ես կարծում եմ այդ շատ կարևոր քայլ է, շատ, բայց պահում են իրենց մակարդակը եւ սերվիզը, այսինքն պիտի համապատասխանես, որ կարողանաս աշխատես տվյալ հյուրանոցում, ինչը ինձ շատ ուրախացրեց։ Միայն հայերեն խոսելը չէր, մեզանից լավ են հայերեն խոսում, այդ շատ ուրախացրեց, բայց նաև շատ մաքուր, կոկիկ ու շատ բարձրակարգ սպասարկում։ Եվս մեկ շատ կարևոր փաստ, լողավազանը բավականին մեծ է, կա նաև ջակուզի, 2 ջակուզի կա, լողավազանը ջերուցվում է, մաշկին, մարմնին շատ հաճելի ջերմաստիճան է գործում մեծ լողավազանում, իմիջիայլոց, որը բավականին մեծ է, շատ խորը չի ու շատ կոմֆորտ լողավազանը լողալու համար եւ տաքացվում է ջակուզին, որը լողավազանի կողքին է գտնվում անմիջապես, շատ կոմֆորտ է, հարմար ու մաքուր։ Իսկ ամենակարևորը գիտեք որն է, առաջին անգամ եմ համենայն դեպս Հայաստանում հաճախում նման հյուրանոց, որտեղ ֆիլտրացիան, այդ ախտահանումը տեղի ունենում նախ 24 ժամ, բայց ամենակարևորը 24 ժամը չէ, ամենակարևորը ինձ համար, որ ախտահանվում է աղով, ջուրը աղի է ու այդ քլորից հետո էֆեկտը չկա։ Ունենք ես պրոբլեմատիկ մաշկ ունեմ շատ չոր ու քլորաջուրը ինձ վրա վատ արած։ Մի խոսքով այդ շատ կարևոր է, որ աղաջրով ախտահանվում